ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել։ Խոսում է Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ-ից։ Հարգելի հայրենակիցներ, չնայած իմ վարչական կալանքի պայմաններին ամեն օր ստանում եմ տասնյակ նամակներ աշխարհի տարբեր անկյուններից, բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր եւ խոստումներ։ Դրանք վկայում են, որ մեր գաղափարական շարժումը շարունակում է աճել եւ վերածվել համազգային հզոր հոսանքի։ Այս պահից սկսած հայտարարում եմ, որ անխտիր բոլոր հարցերով իմ լիազորությունները փոխանցում եմ փաստաբան Լևոն Բաղդասարյանին, տալով նրան բացառիկ իրավունքներ ներկայացնելու իմ եւ մեր կուսակցության շահերը անխտիր բոլոր հարթակներում։ Ի գիտություն ԴՕԿ կուսակցության ղեկավարության անդամների, նվիրյալների եւ ընտրողների, ես լիակատար վստահություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին, ով այսուհետ նաեւ զբաղեցնելու է նախընտրական շտաբի պետի պաշտոնը։ Այսօր ԴՕԿ կուսակցությունն իմ գլխավորությամբ ըստ ամենամեղմ հաշվարկների ունի ավելի մեծ հանրային վստահություն եւ ձայներ, քան բոլոր մյուս քաղաքական ուժերը միասին վերցրած։ Օրեր առաջ ես հանդես եկա կոչով բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորելու հանուն պետության եւ ժողովրդի։ Մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր կողմնորոշվելու եւ միանալու մեր համահայկական շարժմանը։ Դեկտեմբերի 1-ից հետո հանրության դատին կներկայացնեմ ԴՕԿ կուսակցության ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը, կառավարության կազմը ՀՀ նախագահի թեկնածուին։ Որոշված է Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ Հարգանքով Վարդան Ղուկասյան, ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ։